Ես առավել քան վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն որոշում հունիսի 7-ին իրենց վստահության քվեն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը տալու, որևէ դեպքում նրանց վրա սա չի անդրադառնալու, որովհետև որևէ մեկի համար նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը այսպես քաղաքական մանիպուլյացիաների եւ այդ ռետորաբանության այսպես փայլուն օրինակ է եւ ժամանակ առ ժամանակ, երբ անհրաժեշտությունը կա հանրության ուշադրությունը այս կամ այն թեմայից շեղելու, նա հանդես է գալիս նման լեքսիկոնով, նման սպառնալիքների լեզվով, պարբերաբար այսպես պատերին ծեփելու, ասֆալտին փռելու սպառնալիքներով, մենք բոլորս այս ամեն ինչին տարիներ շարունակ 8 տարի շարունակ ականատես ենք եղել։ Եվ ամենևին պարտադիր չէ, որ դրան նախորդի որևէ այսպես գործընթաց։ Եթե կա նման որոշում, որ պետք է նման լեքսիկոնով հանդես գալ, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դրանով հանդես գալիս է։ Ինչ վերաբերվում է իրավական գործընթացներին։ Ես շատ կուզենայի, որ մեր գործընկերներից որևէ մեկը նույն հարցը նաև Նիկոլ Փաշինյանին ուղղեր, թե որ պահից սկսած է Նիկոլ Փաշինյանը իրեն վերապահել իրավական համակարգի կոորդինատորի, համակարգողի դերը։ Նիկոլ Փաշինյանը երեք հնչեցնում է հայտարարություն, մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանի այն արտահայտությունը, որ Կոտայքի մարզում պարեկներ են աշխատանքից ազատվել եւ դրանով ուղիղ ցուցում է տալիս իրավապահ համակարգին եւ ասում է, որ եթե անգամ չեն հեռացվել, ուրեմն պետք է հեռացվեն, եթե նրանք ունեն մտերիմ հարաբերություններ կամ նրանց ընտանիքի անդամները կամ բարեկամները ունեն հարաբերություններ Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում։ Այդ դեպքում ինչի համար է ներքին գործերի նախարարությունը, ինչի համար է ազգային անվտանգության ծառայությունը, ինչի համար են տարբեր ատյանների դատարանները։ Նիկոլ Փաշինյանը միանձնյա իրեն վերապահել է բոլոր այս համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը։ Ես որևէ տրամաբանություն այս դեպքում չեմ տեսնում։ Ես էլ չեմ խոսում անմեղության կանխավարկածի մասին, որ Նիկոլ Փաշինյանը նույն Նվեր Ծառուկյանի գործի հետ կապված իրեն վերապահում է այսպես դատավճիռներ կայացնելու գործառույթ։ Շատ ցավում եմ, որ քաղաքական պայքարը քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց այսօր գտնվում է այս փուլում։ Չեմ ուզում կորցնեմ հույսս, որ ինչ-որ մի պահի կառուցողականության դաշտ կվերադառնանք։